Մենք հիմա Խրուշովի գերեզմանի մոտ ենք, հետաքրքիր է, որ այս քանդակի հեղինակը Նիզվեստին է, ում ինքը Խրուշովը չի սիրել, իր արվեստը չի գնահատել, չնայած ինչ ասեմ, Խրուշովը արվեստ գնահատել, Խրուշովը արվեստից բավականին հեռու մարդ էր, Խրուշովին երևի շատ լավ հիշում եք, չէ՞, որ կոշիկները հանեց ու սեղանին այսպես թափահարում էր, բանեց այս կոլխոզնիկի բանի կերպարի մեջ էր, դե շատերը գնահատում են, ասում են ձնհալ տեղի ունեցավ, շիստիզիստյատնիկի այսպեսի բան էր, պրոգրեսիվ ինչ-որ մի ժամանակաշրջան էր, շատերն էլ ասում են, որ ոչ, իրականում այն բան ճանապարհը, որ հստակ տանում էր Ստալինը, ինքը ամբողջությամբ սխալ ուղղությամբ տարավ, էլի իր ռեֆորմներով, եւ նաեւ մի շարք այլախոհների հնարավորություն տրվեց եւ նրանք էլ սկսեցին կամաց սովետական միության հիմքերը քանդել եւ ասում են, որ երկար ժամանակ իր գերեզմանին բերել են եւ եգիպտացորեն են դրել, այսինքն կուբուզ են դրել, դա էլ գիտեք ինչով է պայմանավորված, ինքը ռեֆորմ է արել եւ որոշում է կայացրել, որ պետք է ցորենի բանտերը վերացնի, մենք այլևս պետք է համատարած աճեցնենք եգիպտացորեն, եւ դրանով է պայմանավորված, այդպես որոշել են։ Էլի կարելի ասել, որ ողբերգական ճակատագիր, գիտեք, որ Բրեժնևին հաջողեց իրեն ժամանակից շուտ իշխանությունից հեռացնել եւ նա խռովված ապրում էր, կտրված, մերժված ապրում էր իր առանձնատանը։ Այնուամենայնիվ սա մեր պատմությունն է նաեւ, մենք ավելի շատ իրեն հիշում ենք ասելով Խրուշով կաներ, ինքը որոշեց, որ հարցը պիտի լուծի արագ բոլորի տներով ապահովի եւ այսպես փոքրիկ շատերն ասում են բանի լուցկու տուփի նման, այսպես տներին տալիս բոլորին թույլ տան հարցեր լուծել, բայց միշտ դրանք շատ ավելի նոր ու նոր խնդիրներ էին առաջ բերում, հա, այսպիսին էր Խրուշովը։